Մարդկանց մեծ մասի սիրտը չեն մտնում Փաշինյանի սրտիկները։ 1160 մարդու շրջանում 19 օր հեռախոսային հարցազրույց է արել հայկական նախագիծ հասարակական կազմակերպությունը ու պարզ էլ, որ հարցվածների կեսից ավելին դրական կարձագանքի, եթե մի օր արթնանա ու պարզի, որ Փաշինյանը էլ վարչապետ չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանը դադարի լինել, դրական է գնահատել 52.3%։ Եթե սրան գումարենք նաև ինդիֆերենտներին, անդարբերներին, չեզոքներին, գրեթե 20% էլ իրանք են, ստանում ենք իրականում բավականին հետաքրքիր տպավորիչ պատկեր։ Իշխանության հակառուսական քայլերի արևմուտքում խաղաղության հովանու փնտրտուքների հետ համաձայն չեն կարծես մարդիկ։ Ըստ հարցումների, հայաստանցիները բարեկամ երկիր են համարում Ռուսաստանը։ Որ երկիրն եք համարում Հայաստանի հիմնական դաշնակից, սա եղել է դարձյալ բաց հարց, առաջի տեղում ամեն դեպքում դեռ Ռուսաստանն է։ Թեպետ հաջորդ տեղում Ֆրանսիան իրական քիչ է տարբերությունը 21.3%, Պարսկաստանը 15.5%։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին, որ խաղաղության երաշխիք է անվանում Փաշինյանը, հարցմանը մասնակցածների մեծ մասը բացասական է արձագանքել։ 54.9%-ը արդեն իսկ առանձին վերցրած թույլ է տալիս ասել, որ մեծ մասը բացասական է։ Հայաստանում տարեստարի ընտրությանը մասնակցել ցանկացողների թիվն է նվազում, ինչպես մարդկանց վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ։ Երկու նպատակով է իրականացվել սոցհարցումը, առաջին նպատակը բուն տեսական գիտական, ունենալու տվյալապաշար, որ հնարավոր է վերլուծել, եւ երկրորդը կիրառական, այսինքն ծառայելու մի նպատակի, որ կոչվում է Հայաստանը դարձնել ավելի լավ, ավելի անվտանգ տեղ, կասեցնել այն ընթացքը, որով Հայաստանը գնում է, իսկ Հայաստանը այս պահին իշխանությունների կողմից տարվում է սխալ ընթացքով։ Նախաձեռնության համահիմնադիր քաղաքագետ Էդգար Էլբակյանի խոսքով հայկական մտքաչափը ցույց է տալիս հասարակության իրական մտահոգությունները։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։